Քանի որ արդեն հայտնի է կառավարության նոր կազմը, ինձ հետաքրքիր է ձեր նաև ժառանգության անձամբ կարծիքը կառավարության որոշ նախարարների փոփոխության վերաբերյալ, արդյոք բավարարում է այսպես, ճիշտ է չեն աշխատել, այդուհանդերձ նրանց նախկին գործունեությունը ճանաչելով, բավարարում է արդյոք ժառանգության։ Իհարկե չի կարող բավարարել եւ միանշանակ է մեզ համար, որ այս կառավարությունը որևէ դրական աշխատանք չի կարող իրականացնել, որովհետև եւ նախկին փորձը կա եւ իրենց գործունեությունը կա տարբեր ոլորտներում իշխող համակարգում իրենց զբաղեցրած դիրքերը, այս ամենը իսկապես այն հիմքն են տալիս, որ միանշանակ կարծում ենք, որ կառավարության ծրագրին էլ նույնիսկ չարժե սպասել։ Ընդհանրապես ես այն կարծիքին եմ, որ ծրագիրը իհարկե կարևոր է այն դեպքում, երբ որ մարդիկ ըստ ծրագրի պատասխանատվություն են կրում ծրագրի ամեն մի կետի համար, եւ ծրագիրը իսկապես առանցքն է լինում գործունեության, եւ ոչ թե գործունեության առանցքը լինում են բոլորովին այլ խնդիրներ, օրինակ մինչեւ հիմա գործունեության առանցքը եղել է այն, թե ինչպես պետք է ընտրությունները կեղծեն, ինչպես պետք է պետական բարիքը ունեցվածքը բաշխեն, բյուջեն ինչպես ինչ ծավալով պետք է թալանեն, իսկ մասնաբաժիններով, բիզնեսին ովքեր պետք է հովանավորներ կանգնեն եւ այլ, նմանատիպ այսպիսի խնդիրներ են կարեւոր եղել եւ ոչ բյուջեն եւ իր կատարողականը։ Ուստի եւ ծրագրին ես մեծ առլևս ուշադրություն չեմ դարձնում։ Տեսեք, հենց նույն Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրում որևէտեղ գրված չէր, որ աղքատությունը պետք է մեծացնեն, չէ՞, որովհետեւ գրված չէր, որ փոքր ու միջին բիզնեսը պետք է խեղդեն, հակառակը գրված է պետք է օժանդակեն փոքր ու միջին բիզնեսին, մեծ զարգ տան, որովհետեւ գրված չէր, որ պետք է բյուջեն թալանվի, բայց բոլորս համար ակնհայտ է, թե այդ բյուջեի հատկատները ինչ ծավալ են ընդունել, որովհետեւ գրված չէր, որ իշխանություն ձևավորելուց պետք է կեղծիքների դիմեն բոլոր ընտրություններին, ինչ մակարդակի ուզում է լինի, բայց դա էր իրականությունը, արտաքին քաղաքականության հետ կապված 3.5 տարի գրված էր, որ պետք է գնանք ամեն տարվա բյուջեում, նաև կառավարության ծրագրում, որ ինտեգրումը, եվրոինտեգրումը պետք է առաջնային ուղղություն լինի, բայց պարզվեց, որ սեպտեմբերի 3-ի մեկ հանդիպումով խելապատար վազում ենք դեպի մաքսային միություն։ Այսինքն այդ ամենը նախորդ կառավարության ծրագրում եւս գրված չէր այդ բացասական երևույթները։ Հիմա ես այն համոզումը ունեմ, որ նույնիսկ եթե ոսկետար այսպես ասեմ, նախադասություններ կազմվեն, բառից բուն իմաստով ոսկե տար, ապա միևնույն է, մենք գիտենք, թե իրականում ինչ է լինելու, որովհետև ցանկացած պարագայում կառավարությունում այն անձինք են, որոնք այս տարիների ընթացքում ունեցել են շատ մեծ բացասական, այսպես ասեմ, քայլեր, հետևանքներ իրենց կատարած քայլերի եւ որևէ, այսպես ասեմ, նորություն ես չեմ սպասում։ Հովիկ Աբրահամյանը հայտնի է որպես Հայաստանում ընտրությունները կեղծելու ամենալավ կազմակերպիչ։ Մեզ կարծում եմ հանրությունը դրա մասին շատ լավ տեղյակ է։ 2007 թվականին եմ առաջի անգամ իր այդ մեծ կազմակերպչական ջիղի հետ դեմ հանդիման կանգնել։ Դրանից հետո վերջի երկու համապետական ընտրությունների շտաբի ղեկավար է եղել, որը խայտառակ ձևով կեղծվել է։ Ինքը ըստ էության իր հարստությունը կարողացել է կուտակել այն ժամանակահատվածում, երբ եղել է գործադիր իշխանությունում բարձր պաշտոնների, նաև օրենսդիր մարմնում։ Եթե որևէ բան մենք չդիտարկենք, միայն այն, որ շահերի բախումը ակնհայտ է, դրանում որևէ խոսք չկա։ Հենց նույն կառավարության այսօրվա կազմը հիմնականում կազմված է հենց խոշոր գործարարներից։ Ակնհայտ է շահերի բախումը։ Լավ, կառավարության մեջ ինչ որ մի հոգի կարող է, մեկը կարող է լինել։ Լավ երկուսը, բայց օլիգարխների կառավարություն կամ ասենք մի իշխանություն ձևավորվեց, այսպես ասեմ, հիմա փակվեց այդ շղթան, որը ըստ էության միանշանակ այդ կեղծիքների լավագույն դրսևորումն է։ Տեսեք, եւ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակելը, որը եղել է
դեռևս Սերժ Սարգսյանի կներեք Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակվանից եւ առաջի պաշտոնը քաղաքապետի այդ ժամանակ է ստացել։ Եվ Սերժ Սարգսյանը, որը ըստ էության այն ժամանակվանից է իշխանության մեջ, եւ Գալուստ Սահակյանը, որը 95 թվականի հանրապետություն դաշինքի մեջ է եղել։ Այսինքն այս բոլոր նշանակումները իրենց կեղծված ընտրություններով ցույց են տալի, որ Հայաստանում երբևիցե իշխանություն չի փոխել, որտեղ բոլորը եղել են իշխանության մեջ այն ժամանակվանից մինչև հիմա։ Եվ նմանատիպ իշխանությունից սпасել, որ կարող է ինչ-որ դրական քայլ կատարել, ուղղակի ես կարծում եմ դա նայվ մոտեցում կարող է լինել։ Պարոն Մարտիրոսյան, հետաքրքիր է, մինչև 17-18 թվականը արտահերթ զարգացումներ կարող ենք սպասել եւ արդյոք ինչ-որ քայլեր ժառանգությունը կանի։ Հայրիկ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը կարծես արտահերթ զարգացումների մասին քաղաքորդի նիստում չի խոսել եւ հաջորդ համապետական ընտրությունների հետ է հույսը կապում։ Քարյակից առանձին ժառանգությունը հասնելու է արտահերթ զարգացումների։ Նախ ասեմ, որ արտահերթի եւ նախադրյալները կան երկրում եւ պահանջարկը կա։ Կարծում եմ դրա լավագույն օրինակը հենց անցած տարվա նախագահական ընտրություններն էր, երբ իշխանությանը չմնաց այլ բան անելու, քան բառից բուն իմաստով գիշերը ձայնագողությամբ զբաղվելու։ Նույնիսկ կեղծված ցուցակները, ընտրակաշառքը, որը բաժանվել էր, նույնիսկ դա իր գործը չարեց եւ իրենց միակ բանը, որ մնաց ձայնագողությամբ զբաղվելն էր։ Ես կարծում եմ այն, որ այսօրվա իշխանությունը հասարակության նույնիսկ 10-15%-ի մոտ չունի համակրանք, դա ակնհայտ է։ Ուստի եւ նախադրյալները ոչ միայն հիմա, այլ վաղուց կան արտահերթ զարգացումների։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ արդյոք այդ նախադրյալները եւ գործընթացները իրար հետ կհամընկնեն, այսինքն կսկսվի որևէ process, որտեղ սկսվելու դեպքում մանավանդ որ դա լինի միասնական process, ես միանշանակ համոզված եմ, որ արտահերթ զարգացումներ կլինեն։ Նույնիսկ որոշակի իմաստով հենց Սերժ Սարգսյանին էլ է ձեռնատու, որ առնվազն խորհրդանական ընտրություններ տեղի ունենան։ Կարծեք թե փորձելով հարվածը իր ուղղությունից հեռացնել։ Ճիշտ է, կառավարությունը Հայաստանի սահմանադրության պայմաններում շատ լավ խաղաղության նոխազ է, որովհետև ամեն մի վատ բանի համար պատասխանատու է կառավարությունը եւ ազգային ժողովը, բայց եթե ինչ-որ դրական process-ներ են լինում, ապա դա միայն նախագահի իմաստուն քաղաքականության շնորհիվ է տեղի ունենում, բայց մեզ համար քաղաքական գործիչներից համար ակնհայտ է, որ դա այդպես չէ։ Ուստի եւ այդ այսպես ասեմ, հարվածի ուղղությունը իրենից հեռացնելու համար նույնիսկ դա ձեռնատու է Սերժ Սարգսյանը։ Բայց միևնույն է, Հայաստանում եւ նախագահական ընտրությունների համար, միայն անցած տարվա կեղծված ընտրությունները բավարար հիմք է արտահերթ նախագահական ընտրությունների համար եւ խորհրդանական ընտրությունները, հասարակությունը այսօր միանշանակ այլ համակրանքներ ունի, նույնը այն ժամանակ է եղել եւ այդ կեղծված ընտրությունների արդյունքում է, որ ձևավորվել է այսօր այդ մեծամասնությունը, ես կարծում եմ այդ հիմքերը կան արտահերթի։ Ինչ վերաբերվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի երեկվա ասածին, ապա ես կարծեք թե ուղիղ խոսք չեմ լսել, որ ինքը ասում է արտահերթ process հնարավոր չի որ լինի, ուստի չեմ կարծում, որ դա մեկնաբանման խնդիր է, ինքը ընդամենը իմ տեղեկությամբ ասել է, որ հաջորդ իշխանությունը Մելիք Ադամյանով չէ, որ անցնելու է։ Այնպես որ հավանականությունը, որ կարող է արտահերթ process-ներ լինեն, կա, բնականաբար, այդ հիմքերը կան, ընդամենը խնդիրը կայանում է նրանում, թե մենք այդ process-ը կիրականացնենք, հասարակությունը, ընդդիմադիր ուժերը միասնական, թե ոչ։ Հույս կարելի է կապել, դուք նշեցիք, որպես ուղիղ չի ասել, եթե նույնիսկ Բարգավաճը չգնա, որը համարում է խոշոր ֆինանսական ռեսուրս ունեցող կուսակցություն, որը հեղափոխություն, իշխանափոխություն անելու համար անհրաժեշտ է երևի, թե Հայ ազգային կոնգրեսն է միշտ դրել նախագահի հրաժարականի բան, հնարավոր է երկու կուսակցություններով։ Ժառանգությունը միշտ է դրել եւ արտահերթ նախագահական եւ արտահերթ խորհրդանական ընտրությունների հարցը, դա միանշանակ, մենք պատրաստ ենք, ժառանգությունը պատրաստ է շարունակել իր
պայքարը համակարգային փոփոխությունների համար, իսկ առանց իշխանափոխության համակարգային փոփոխություններ Հայաստանում չեն կարող լինել։ Եթե որևէ մեկը հույս ունի, որ 17 թվականին հերթական ընտրությունների ժամանակ կարող է հանրապետական կուսակցությանը հաղթել, ես կարծում եմ դա այդպես չէ, որովհետև այդ ժամանակ ավելի նված բնակչությամբ երկրում, ավելի հեշտ ղեկավարվող անձանցով հանրապետական կուսակցությունը շատ ավելի հեշտ է կեղծել ընտրությունները, շատ ավելի քիչ ճճացող երևույթներով։ Ուստի եւ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, ովքեր պայքարում են այս իշխանության դեմ, ովքեր պահանջում են արտահերթ ընտրություններ եւ վերջապես ով ցանկանում է երկրում իրականացնել համակարգային բարեփոխումներ։ Այս կառավարության ամենամեծ նաեւ բացասական գնահատականներից մեկը այն է, որ այս կառավարությունը միանշանակ չի կարող լինել համակարգային բարեփոխումների կողմնակից կառավարություն, որտեղ նույնիսկ իրենք երբ եղել են օրենսդիր մարմնում այդ կառավարության որոշ անդամներ կամ ղեկավարել են, իրենք հենց համակարգային բարեփոխումներին հակառակ քայլեր են իրականացել եւ ընդունել են այնպիսի օրենսդրություն, որ հենց հակառակ ուղղությամբ է եղել։ Էլ չեմ խոսում իրենց քայլերը հենց գործնական կյանքում։ Ուստի եւ նույնիսկ եթե նախորդ կառավարությունը որոշակիորեն այսպես ճակերտավոր բարեփոխիչի պիտակավորում ուներ, իրականում պարզավոր իմիտացիա էր, պարզագույն իմիտացիա էր, խաբկանք էր, հասարակությանը, ապա այս կառավարությունը նույնիսկ այդ իմիտացիոն շերտն էլ չունի, այդ ձևն էլ չունի։ Այսինքն ամեն ինչ այնքան ակնհայտ է դարձել, որ կարծում եմ իսկապես եթե նույնիսկ ես այսօր ձեզ ասեմ, որ արտահերթի որևէ խնդիր գոյություն չունի, կարծում եմ հասարակության անդամները, մեր շարքային քաղաքացիները ձեզ բոլորին հակառակի մասին կխոսեն, կվկայեն։